Լռությունը խորացնում է բռնությունը։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում կանանց չթաքցնել ընտանեկան բռնության դեպքերը։ Այսօր Արարատի եւ Այսձորի մարզերի ընդհանուր եւ Ասիան դատարանը հերթական դատավարություն է շարունակում Մարիամ Գևորգյանի գործով։ Դատավարության ընթացքում տուժողին եւ մեղադրելին պաշտպանելու եկած մարդիկ դատարանի բակում էին։ Երկու կողմն էլ ներկայացնում էր իր փաստարկներն ու բերում հակափաստարկներ։ Մեղադրելի կողմը հայտնում էր, որ Մարիամ Գևորգյանի ոչ ամուսինը, ոչ էլ սկեսուրը խոշտանգումների չեն ենթարկել, իսկ տուժողի փաստաբան Նոննա Գալստյանը բացատրում է։ Նախապես չեմ ուզում այնպիսի հայտարարություններ անել, որոնք իմ կողմից կգնահատվեին որպես Ամբաստանյալի անմեղության կանխավարկածի խախտում, սակայն հստակ ասեմ, որ դեռևս նախաքննության փուլում բոլորս արդեն գիտենք այդ մասին, գործում կան դատաբժշկական փորձաքննությունների մի շարք եզրակացություններ, որոնցով հստակ պատասխան է տրվել այն մասին, թե Մարիամ Գևորգյանի մոտ առկա վնասվածքները ինչի հետևանք են։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան Մարիամ Գևորգյանի գործով դատարանից պահանջում է արդար եւ դռնբաց դատաքննություն։ Վերջինս աղջկան անվճար փաստաբան եւ հոգեբան է տրամադրել։ Մենք մի քանի կազմակերպություններ միասին ընդունեցինք, որ սա ընտանեկան բռնության զոհ է։ Նոննա Գալստյանի խոսքով դռնբաց դատական նիստի անցկացումն ու արդար դատաքննության պահանջը մարդկանց ցանկությունն է եւ դեռևս որևէ մեկը չի ասել, որ տեղի է ունենում ոչ արդարացի դատաքննություն։ Իսկ գործը դռնփակ քննելու որոշում կայացվել է Ամբաստանյալի պաշտպանի միջնորդության հիման վրա, որին միացել է նաեւ տուժողներից մյուսը։ Մարիամ Գևորգյանի փաստաբանը դատարանի այդ որոշումը բողոքարկել է։ Մեղադրելի կողմի հարազատներին բարկացրել է նաեւ Մարիամ Գևորգյանին պատճառված վնասի փոխհատուցման պահանջը 17 միլիոն 350 հազար ՀՀ դրամ։ Իսկ ինչ մնում է մեր կողմից պահանջվող վնասի հատուցմանը, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրի, ոչ միայն Մարիամին, ով տուժել է հանցագործությունից, իրեն որպես տուժող, իրեն պատճառված վնասի համար դիմելու դատարան եւ ստանալու փոխհատուցում։ Այսինքն մենք օգտվել ենք օրենքով մեզ վերապահված այդ իրավունքից եւ պահանջում ենք պատճառված վնասի հատուցում։ Փաստաբանի խոսքով ոչ մի աղջիկ իրեն այդ աստիճանի վնասվածքներ չէր հասցնի գումար ստանալու համար եւ որ իրենք վնասի փոխհատուցման պահանջը ներկայացրել են գործի դատական քննության ժամանակ, ոչ թե նախաքննության։ Հիշեցնենք, որ Մարիամ Գևորգյանը պնդում է, որ սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իրեն խոշտանգումների ենթարկել որդու Դավիթ Զիրոյանի հետ։ Մարիամի ամուսնուն մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու եւ ծեծ հոդվածներով, որի համաձայն նրանք կարող էին դատապարտել մինչեւ 3 տարի ազատազրկման։ Սակայն դատարանի որոշմամբ Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ։ Իսկ սկեսուրի Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 միջին ծանրության վնասվածքներ հասցնելու եւ 119 խոշտանգում հոդվածներով։ Դատական քննությունը շարունակվում է։